Գիտեք, իմ հայրը ճիշտ էր, որ ես պետք է անձամբ հանդիպեմ Աստծուն։ Դուք գիտեք, որ Աստված շատ կիրթ է, նա բռնությամբ մեզ երկինք չի տանի։ Յուրաքանչյուրը պետք է անձամբ գա Աստծո մոտ, անձամբ խնդրի նրան, որ նա գա իր կյանք, ների իր մեղքերը, անունը գրի կյանքի գրքում։ Յուրաքանչյուրը պետք է դա անձամբ անի։ Ես այն ժամանակ նեղանում էի իմ հորից, իսկ հիմա հպարտանում եմ նրանով, որ այն ժամանակ նրա համարձակությունը հերիքեց ասել դա իմ երեսին, որ ես պետք է անձամբ հանդիպեմ Աստծուն։ Իմ թանկագիններ, մենք ծնողներս կարող ենք օգնել մեր երեխաներին, բայց մենք միայն կարող ենք օգնել, մենք չենք կարող անել դա նրանց փոխարեն։ Մենք ծառայողներս կարող ենք օգնել մարդկանց, բայց կարող ենք միայն օգնել, մենք չենք կարող անել դա ձեր փոխարեն։ Յուրաքանչյուրը պետք է անձամբ հանդիպի Աստծուն։ Եվ ահա երկու հարցով ես կավարտեմ իմ այսօրվա պատմությունը։ Առաջին հարցը. իմ թանկագին քույր եւ եղբայր, թանկագին ընկեր, որ ճանապարհի վրա ես դու այսօր գտնվում, լայն թե նեղ։ Այս աշխարհում շատ մարդիկ կան, որ ցանկանում են գտնվել մեջտեղում, ոչ այնտեղ, ոչ այստեղ, բայց երրորդ ճանապարհ չի լինում, կա միայն երկուսը։ Դուք գիտեք, որ Աստված չի ցանկանում մեզ կիսել սատանայի հետ, եւ սատանան էլ չի ցանկանում մեզ կիսել Աստծո հետ։ Ես հաճախ եմ մարդկանց հարց տալիս. ահա քույրեր, կանայք, եթե ձեր ամուսինն ասեր, ես մի քիչ քեզ հետ եմ, մի քիչ ուրիշի հետ, կհամաձայնվեիք։ Կամ էլ կանայք ասեն իրենց ամուսիններին, մի քիչ քեզ հետ, մի քիչ ուրիշի։ Ոչ, մենք կասեինք, կամ ամբողջությամբ իմն ես, կամ էլ ընդհանրապես իմը չես։ Եվ մենք ճիշտ ենք, բայց ինչու ենք Աստծո հետ հաճախ այդպես վարվում։ Մի քիչ այստեղ ենք, մի քիչ այնտեղ, բայց այդպես չի լինում։ Կա միայն երկու ճանապարհ։ Ահա այսօր մենք որ ճանապարհի վրա ենք գտնվում։